Tailcast. Ողջույն, հարգելի դիտորդներ, Tailcast-ի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր հյուրն է բոլորիս կողմից սիրված Ջուլիա Արաքելյանը։ Բարև Ջուլիա ջան։ Ողջույն։ Լսի, միշտ ուզեցել եմ հարցնեմ, մի քիչ ամաչել եմ երևի, չգիտեմ, ինչի է քո նիկնեյմի վերջում 07։ Որովհետև ես ծնվել եմ հունիսի 7-ին, բայց այդ մի հատ հետաքրքիր պատմություն կա այդ 07-ի առիթով, մի անգամ ինձ անձնական նամակ գրեց մի երիտասարդ ու գրեց, որ հուսով եմ այս 07-ը 2007 չի, չէ, չգիտեմ ինչ հաշվարկների մեջ էր ինքը, ես իրեն պատասխանեցի, որ ոչ, իհարկե, որ սա 1907-ը։ Շատ լավ։ 07-ը իմ ծննդյան ուղղակի օրն է։ Հա, բարձր, հասկացա։ Դա տենց էլ իրականում մտածում էի, ուղղակի մի քիչ ամաչում եմ ասել։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ընտիր։ Սկսենք թե ինչ որ բան ունես ասել նախորդ։ Ես ուզում եմ ձեր նախորդ հյուրի նախաձեռնությունը շարունակեմ։ Սինդոյան հրաշալի առաջարկ արեց, որ հյուրերը փոքրիկ նվեր բերեն քեզ, եւ ուզում եմ շարունակել այդ նախաձեռնությունը, հուսով եմ, որ կդառնա լավ ավանդույթ։ Երկար չեմ մտածել ինչ նվիրեմ քեզ, որովհետեւ ինձ համար ընդունելի եւ սիրելի մարդկանց ես միշտ գիրք եմ նվիրում։ Ես գիտեմ, որ դու նեոֆրեդիզմ սիրում ես, բայց նեոֆրեդիստներից հայերեն թարգմանությամբ գոնե ես չկարողացա ինչ-որ բան ցավոք գտնել, եւ այս անգամ ընտրությունս կանգ է առել, ուզում եի, որ գիրքը գոնե լիներ հայերեն թարգմանված, եթե ոչ հայերեն։ Այս անգամ ընտրությունս կանգ է առել Մել Ռոբինսի «Թող նրանց տեսությունը» գրքի վրա։ Ես չգիտեմ, դու ճանաչում ես Մել Ռոբինսին, թե ներկայացնեմ։ Չգիտեմ ներկայացնեմ։ Մել Ռոբինսը կինիրավաբան է, ամերիկացի, ով զբաղվում է մոտիվացիոն ելույթներով եւ քեզ նման ոդկաստ ունի։ Հենց այդպես էլ կոչվում է The Let Them։ Թող նրանց, եւ այդ տեսությունը շատ հայտնի է դարձել եւ ունի նաեւ կանոն, կոչվում է 5 վայրկյանի կանոնը, ու այս տեսության մասին եթե սենց կարճ ներկայացնեմ, տեսությունն այն մասին է, որ մենք կարող ենք վերահսկել միայն այն, ինչ մեր վերահսկողության տակ է, եւ դա մենք ենք։ Այսինքն մեր վերահսկողության տակ մեր անձն է եւ հենց այդպես էլ կոչվում է թող նրանց, եւ մենք մարդկանց ազատ ենք թողնում իրենց մտածելիքի եւ մտածմունքների հետ, կյանքն ավելի հանգիստ է դառնում։ Հուսով եմ կհավանես, կկարդաս, կքննարկենք։ Ընտիր, շատ լավ է։ Ես ուղղակի մի բան չհասկացա, դու ասացիր, որ իրավաբան է, բայց սա հոգեբանության մասին է։ Ուզում եմ նշել, որ հոգեթերապևտ հոգեբան չի, այսինքն սա ինչ որ նեղ մասնագիտական գիրք չի, կին է Մելը, ով ուղղակի անցել է անձնական ծանր փորձառությունով, ունեցել է ամուսինով, դեպրեսիայի միջով է անցել, ունեցել են ընտանեկան ծանր ճգնաժամային փուլեր եւ այդտեղից ինքը կարողացել է ոնց որ իր անձնական փորձառությամբ ներկայացնել ու այս տեսությունը ցույց տալ եւ կարդալ շատ մարդկանց համար, որ մեծ արձագանք է դարձել բեսթսելերը։ Շատ շնորհակալ եմ Ջուլիա ջան։ Սա գիրքը որպեսզի տեսնեք, անպայման ես կկարդամ սա։ Մերսի։ Անցնենք առաջ, մի քիչ խոսենք Threads-ից, երևի սկսենք ամենաբազայից։ Պատմիչ, ինչպես հայտնաբերեցիր քո համար Threads-ը։ Ես Threads-ում գրում եմ արդեն 1 տարի եւ մի քանի ամիս, Threads-ում հայտնվել եմ շատ պատահական, հիմնական տրամադրվածությունն այն էր, որ ես ուզում էի գտնել նոր հարթակ, որտեղ կարող եմ գրել։ Ես շատ սիրում եմ գրել, մի ժամանակ Facebook-ում էի որպես սոցհարթակ գրում ստատուսներ, հետո Facebook-ն ինձ համար դարձավ ավելի կոնկրետ ուղղվածության ինչ-որ հարթակ, որն ինձ այլևս չէր հետաքրքրում։ Եվ հիշում եմ, որ ես այդ օրը սրճարանում էի ու ասեցի, որ մի հատ փորձեմ այս Threads-ը տեսնեմ ինչ է, բացարձակ գաղափար չունեի, որպես հարթակ ինչպիսին է։ Եվ բացեցի ու ինձ մոտ սկզբում բերեց ռուս օգտատերերի գրառումներ ու ես ասում եմ հայեր չկան այստեղ, ես հայերին եմ փնտրում, հատուկ են ինչ-որ գրառումներ էին աչքիս առաջ գալիս ու արեցի իմ առաջին գրառումը, որովհետև սրճարան գալու ճանապարհին այդ օրը ինձ կին վարորդը չէր զիջել ու ես դա վաղուց էի նկատել ու միշտ ուզում էի հասկանալ, թե կանանց մի մաս կա վարորդների, որ ինչ-որ չպատճառաբանված ագրեսիվ վերաբերմունք ունի կին հետիոտների նկատմամբ ու գրառում արեցի, որ ինչով է դա պայմանավորված ու եթե օրերից մի օր որոշեմ ես մեքենա վարել, անպայման բոլոր կանանց սիրով զիջելու եմ, կին հետիոտներին զիջելու եմ ճանապարհը բնականաբար այդ միանշանակ չընդունվեց այդ գրառումը, բայց ես սպասում եի, որ բոլորը պետքա գան հոտնկայց ծափահարեն ու ասեն, «Էս ինչ լավ հարց բարձրացրեցիր»։ Այսպեսի մի հարց ասացիր, որ քո առաջին գրառումը ստացավ ոչ միանշանակ արձագանք, հետաքրքիր է եղել է այս դեպք, որ ինչ որ բան գրես,
բացասական ռեզոնանս ստանա ու մտածես ավելի լավ է ջնջեմ կոպիտ ասած շարից փորձանքից հեռու։ Վերջերս մի գրառում արեցի, որ ուզում էի ջնջել, բայց հետո հասկացա, որ պետք չի ջնջել։ Մի կին գինեկոլոգ իր էջը, որ վարում է մասնագիտական իրազեկման նպատակով, ինչ որ կնոջ անձնական տվյալներ էր հրապարակել, ընդամենը անունը չէր ասել, բայց այլ մանրամասները, թե որտեղ է ապրում, քանի անգամ է ամուսնացել, ամուսնալուծվել, եւ դատապարտում էր, որ տեսեք, այդ կինը երկրորդ անգամ է ուզում արդեն ամուսնալուծվել, առաջին անգամ հիմա այդպես կարող չհիշեմ, մի խոսքով սկեսուր հարց հարաբերություններ էր քննարկում, դա ինձ համար խիստ դատապարտելի եւ անընդունելի մոտեցում է, որովհետեւ բժիշկ պացիենտ հարաբերությունը պետք է այնքան վստահության հենքի վրա լինի, որ նմանատիպ գրառումներ ուղղակի չլինեն ինտերնետում։ Դու ինչ ես կարծում, ունես կախվածություն Threads-ից։ Հիմա ոչ, տարբեր փուլերում տարբեր ընթացք ա ունեցել Threads-ում իմ մասնակցությունն ու ներգրավվածությունը, նաև Threads-ն ինձ համար։ Օրինակ ձմռանը ես փոխել էի աշխատանքս, դուրս էի եկել աշխատանքից ու 4 ամիս աշխատանք չունեի։ Ու ձմեռ էր։ Այն բոլոր մարդիկ, որոնց հետ ես իմ ժամանցը անցկացնում եմ, իրենք բոլորը աշխատում են, ես տանն էի։ Այդ ընթացքում ես հասկացա, որ այո, ես կախվածություն ունեմ Threads-ից, որովհետև երբ որ ժամանակահատվածը նայում եմ, թե ինչքան շատ եմ անցկացնում այդ սոցհարթակում, բավականին շատ էր։ Հիմա արդեն երբ ունեմ նոր աշխատանք եւ զբաղվածությունս մի քիչ շատացել է, հիմա այդքան չէ։ Եղել է հեչ որ ապա ակտիվացնես էջդ կամ ջնջես ծրագիրը որոշ ժամանակով։ Չէ, չի եղել, մի անգամ ա եղել, որ ուզել եմ ապա ակտիվացնել ու ջնջել, այդ երբ մի ընթացք շատ ակտուալ էին անանուն հարցումներ տեղադրելը, երբ անանուն այդ հղումը տեղադրում էր եւ քեզ առանց օգտատիրոջ տվյալների գալիս էին հարցեր, շատ վատ ու նեգատիվ նամակներ ստացա, որը մինչ օրս չգիտեմ ինչով էր պայմանավորված, դրանից հետո մի քիչ այդպես տագնապի ու վատալիք sense նեղվածության առաջացավ, բայց հետո ես դա հաղթահարեցի ու հասկացա, որ ես չեմ կարող վերահսկել, թե ով է էկրանից այն կողմից գրում եւ ինչ տրավմատիկ փորձ ունի այդ մարդը եւ իր գլուխն ու իր մտքերը իրենն են, իմը չեն։ Իրականում այդ անոնիմ հարցերի հարթակը առհասարակ այն հնարավորությունը, որ տրվում է մարդուն, այսինքն անոնիմ ներկայանալու, դա շատ է իմ կարծիքով ռիսկային այն պահով, որ կարող են գրել ամեն ինչ, ինչ ուզում են, պետք չի դրանից նեղվել իրականում, ուղղակի անտեսում ես ու վերջ, ես էլ մի օր էլի պարապեի, բացեցի այդ անոնիմ հարցերի կայքը ու այնպիսի հարցեր եկան, որ ուղղակի, չգիտեմ, աբսուրդային էին, էլի։ Հա, ես մարդ եմ, որ առհասարակ քիչ ունեմ թաբու թեմաներ, ինձ լրիվ օքեյ է, էլի, ցանկացած թեմայով շփվելը, բայց այնպիսի բաներ էին գրել, որ ասում եմ, դե լավ, սա ուղղակի աբսուրդ է, էլի, տեղադրել է, այնպես որ նորմալ է, թեթև դաժ, ես վերջերս էլ դա Instagram-ում անունը չտամ էջի, այն էջը, որտեղ որ անոնիմ մտնում, խոսում էին Threads-ի ժողովրդից, ինձ իրականում շատ տհաճ երևույթ է թվացել դա։ Ինչև է, այնպես որ ծանր մի տարդեմ։ Շատ լավ։ Tailcast. Լավ, ես առաջարկում եմ մի քիչ զրուցենք քո Threads-ի գրառումներից, դու պոպուլյար ես այն առումով, որ քո շատ գրառումներ ստանում են ռեզոնանս, բայց ես նկատել եմ հետաքրքիր բան։ Կան օգտատերեր, ովքեր իրենց գրառումները կառուցում են ինչ-որ դրական մտքերի վրա ու բացասականը չեն բարձրաձայնում, դրականը շեշտում են։ Դու հետաքրքիր ես, առանձնանում ես նրանց մեջից նրանով, որ դու նաև բացասականներ ես շեշտում։ Չես վախենում, եւ սա վախել չէ, այսինքն դու արխային բաց ձևով ներկայացնում ես այն, ինչը քո համար վատ է, բացասական է։ Ես կուզեմ խոսել մի քանի այդ գրառումներից եւ միասին հասկանանք։ Ես ասեմ, որ ինքս չեմ պատրաստվել, ես ուղղակի մտել եմ։ Ես չեմ պատրաստվել։ Նայել եմ մի քանի գրառում, վերցրել եմ ու ասել եմ հետաքրքիր կլիներ սրա մասին զրուցելը։ Դու էլ հանգիստ կարաս ինձ ասես, որ ես էլ եմ սխալ, որովհետեւ մենք երկուսս էլ մարդ ենք, մեր մտքերը սուբյեկտիվ են։ Առաջինը ցիտում եմ, դու ուժեղ մարդ ես, դու ուժեղ ես, արտահայտությունները լսող մարդկանց 99%-ը չի ուզում լինել ուժեղ։ Ինձ ասա, ում ես դու համարում ուժեղ մարդ։ Այդ արտահայտությունն այնքան հարաբերական ընկալում ունի ըստիս։
Ես կարող եմ ինչ-որ մարդու համարել ուժեղ, բայց այդ մարդը ինքն իր մեջ իրեն համարի շատ թույլ։ Բայց իմ ընկալմամբ ուժեղ մարդն այն մարդն է, ով հասկանում է, որ այս կյանքը կոնկրետ ինչ-որ բանի մասին չէ, այս կյանքը մրցելու մասին չէ, համեմատվելու մասին չէ, եւ ունի իր ձևակերպումը կյանքի մասին, որը շատ անհատական է։ Այսինքն յուրաքանչյուր մարդ անցնում է իր կյանքի ճանապարհը եւ այս կյանքը մեզանից յուրաքանչյուրի անհատական էվոլյուցիայի մասին է։ Եվ հասկանալի է, որ այդ ճանապարհին կարող են հանդիպել բազմապիսի խոչընդոտներ, դժբախտություններ, հարազատ մարդկանց կորուստներ, երևի թե ուժեղ է այն մարդը, ով կարողանում է սքալ այդ կորուստները ու բարձրանալ դրանից հետո։ Շատ գեղեցիկ ասացիր իմիջիայլոց, բայց ինչու ես կարծում, որ նրանք չեն ուզում լինել ուժեղ։ Չգիտեմ, այդ գրառումը ես հիշում եմ, երբ եմ արել, հետս վերջերս եմ արել, ես ինքս գտնվում էի սենց շատ խառը ընթացիկ փուլում, աշխատանքային ինչ-որ նոր փուլեր ինձ մոտ, ես դասընթացների էի գնում, հետո պետքա քննություն հանձնեի ու շատ պատահական պապայի մոտ առաջացան առողջական խնդիրներ եւ կասկած կար քաղցկեղի, որը բարեբախտաբար հերկվեց ու ես հասկացա, որ չէ, ես փաստորեն մենակ չեմ կարողանում կենտրոնանամ դասի վրա, ես նաև պետքա պապային տանեմ բժշկի, պետքա զբաղվեմ այդ հարցերով ու այդ չափից շատ էր ինձանից էներգիա ու ռեսուրս տանում ու ես հիշում եմ այդ գրառումը անելուց, որտեվ ինձ ասում էին, ես ասում էի, որ ես հոգնում եմ, չեմ հասցնում, դժվար փուլ է, ինչ որ իրար համընկնումներ եղան շատ դժվար վիճակների, ինձ ասում են, ոչինչ դու ուժեղ ես, դու ես հաղթահարել, դու ես հաղթահարել, դու ես էլ կհաղթահարես ու ես հեչ այդ պահին չէի ուզում լինել ճիշտն ասած ուժեղ Ես ուզում եմ, որ բոլոր հարցերը լուծվեն ու ես շարունակեի ապրել իմ կյանքով, փառք Աստծո ամեն ինչ լուծվեց եւ հիմա ամեն բան ավելի լավ է։ Հասկացա։ Իսկ շատ ուրախ եմ, որ պապայի մոտ ամեն ինչ լավ է։ Իսկ դու հաշվի առնելով այդ ամենը քեզ համարում ես ուժեղ մարդ։ Հիմա համարում եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ իմ 37 տարվա կյանքի փորձառության մեջ ես հաղթահարել եմ մի քանի դժվար էտապներ, անցել եմ դրանց միջով, ընդ որում այդ չընդունման փուլն էլ եմ անցել, այդ դեպրեսիայի փուլն էլ եմ անցել, ժխտման փուլն էլ եմ անցել, մինչև եկել հասել է այդ ընդունման փուլը եւ մի քիչ կարող է բարձրագոչ հնչի այս արտահայտությունը, բայց այո, հիմա ես համարում եմ, որ ես ուժեղ եմ։ Շատ լավ, սպառիչ պատասխաներ եմ կարծիքով, մերսի։ Երկրորդը Ես ծերանալուց վախում եմ, այսքանը։ Վախենում եմ։ Ինչու ես վախենում։ Չգիտեմ, ես ծերանալուց իսկապես վախենում եմ, ես ամեն սպիտակ մաս հայտնաբերելուց ինձ լավ չեմ զգում, իրականում կարծում եմ, որ այս վախը եթե ավելի լուրջ խոսենք, ներքին ինչ-որ շերտի վրա շատ երևի վախեր կան, որոնք որ հիմա չեմ կարողանում հասկանամ, որտեվ ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ, ես ինչից եմ վախենում, չէ՞ որ ծերանալը հրաշալի, այսինքն կան մարդիկ, ովքեր ցավոք սրտի չեն կարողանում ծերանալ եւ կյանքից հեռանում են երիտասարդ տարիքում, եթե օրինակ ինձ հնարավորություն ընձեռվի ես ծերանամ, ինչու է դա վատ։ Ես կտեսնեմ ինձ 60 տարեկանում ինչպիսին եմ, 70 տարեկանում ինչպիսին եմ։ Հա, ես վախենում եմ ծերանալուց, չգիտեմ, երևի գեղեցկությունը կորցնելու ինչ որ Կարող ես քեզ նկարագրել ծեր վիճակում, լավ, ինչ որ մի օր արթնացար, դու ծերես, ինչն է քեզ ստիպում վախենալ, նկարագրի այդ վախը։ Ես այդ կնճիրներից եմ շատ վախենում, բայց հիմա ժամանակակից բժշկությունն այնքան է զարգացել, որ կարելի է նաև այդ կնճիրները շտկել, չէ, դա արտաքին եւ ֆիզիոլոգիական վախ չի Դավթյան, դա ներքին շերտի ինչ որ վախ է, որ հա ես մտածում եմ, որ առաջիկայում պետքա դա մի հատ լավ քննել, հասկանալ, թե այդ վախը ինչից է գալիս, որովհետեւ ինչ որ մի մասով ես հասկանում եմ, որ ծերանալը կյանքի բնականոն փուլերից է եւ դրա դեմ մենք ոչինչ չենք կարող անել, որովհետեւ 30-ից թե 35-ից հետո մենք արդեն ծերացում ենք գնում աստիճանաբար ու դեռ չկա որևէ մեկը չի եղել, որ կկարողանա այդ process-ը կանգնեցնի։ Միանշանակ։ Ես գիտես ինչ եմ կարծում, որ մարդ ծերա այն ժամանակ, երբ որ ինքն է իրեն ծեր համարում, որովհետեւ տարիքը շատ ժամանակ
ինչ որ միզերային ֆակտոր է իրանից ներկայացնում։ Դու կարող ես լինել, չգիտեմ, այնտեղ 60 տարեկան, 70 տարեկան, բայց այնպեսի ակտիվ կյանք ունենաս, այնպես շրջես աշխարհով։ Իմ պապիկը։ Հա, ես քո պապիկի ձեդո էր, չէ՞, ասում կարծեմ իրան իր ստորիներն եմ շատ տեսնում, այնպես որ չէ, մարդ երիտասարդ է այնքան ժամանակ, քան դեռ ինքն է այդպես ուզում։ 85 տարեկանում ուզում է անգլերեն սովորի, ուզում է ճամփորդի։ Ես իր այդ երկարաժամկետ պլանները որ տեսնում եմ, ինձ դա մտածելու առիթ է տալիս, որ այո։ Միանշանակ, ինչքան զբոսաշրջիկներ կան, որ մեծ տարիքում գալիս են Հայաստանով ման են գալի, ոչ միայն Հայաստանով, էլի, այնքան նայում ես, այնքան հաճելի է մարդիկ այդ տարիքում նոր հոբիներ են գտնում, իրանց համար նոր իմաստ են գտնում կյանքի մեջ։ Այնպես որ կոմֆորտ զոնայից դուրս գալու խնդիր է, որովհետև երբ որ դու հենց քո կոմֆորտ զոնայից դուրս ես գալիս, այսինքն դու քեզ տալիս ես այդ ծրագիրը, որ 60 տարեկանը պարտադիր չի որ լինի տանը նստած հեռակառավարման վահանակը ձեռքը անթաց սերիալ նայող կին, այլ կարող է 60 տարեկան օրինակ շրջագայություն վերցնի եւ եվրոպական մի շարք երկրներով ճամփորդի ու նոր բաներ բացահայտի, այդտեղ արդեն հանդարտության ալիքը գալիս է։ Այսինքն ես քեզ այդ լիարժեք համակարծիք եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Անցնենք առաջ։ Ցիտում եմ։ Ինչ որ այս քանի օրը Instagram-ում խոճապ էր։ Մարդկանց հետևորդները պակասում են։ Մե վախ, մե խառնաշփոթ։ Մարդիկ դեպրեսիվ էպիզոդներ ունեցան։ Նույնը լինելու է, եթե թրեցում տենց մի օր գա։ Այս ամեն ինչը շատ ցայտուն կերպով նկարագրում է մարդկանց այսօրվա արժեքները։ Շատերի համար հետևորդների թիվը մի ամբողջ կյանք է, օդ ու ջուր։ Ինչպիսի ֆանտաստիկ արժեքներ ունեք։ Այս ամեն ինչը ապացուցում է, թե որքան եք դուք կախված թվերից, որքան եք անազատ եւ որքան եք հեռու իրական հասունությունից։ Մեծացեք։ Խոսենք այս գրառումից։ Դու կարծում ես, որ հետևորդների քանակին ուշադրություն դարձնողները անազատ են։ Մի քիչ կարծում եմ շատ կատեգորիկ ձևակերպում ա եղել։ Ես մի բան եմ շատ կարճ ուզում ասել, վերջերս ես իմ համար մշակել եմ այսպիսի մի մեխանիզմ, հասկացել եմ, որ իմ տրամադրությունը ազդում է իմ գրառումների վրա։ Ես վատ տրամադրությամբ աշխատում եմ threads չմտնեմ, որովհետև շատ ակտիվ ձևով սկսում եմ պասիվ-ագրեսիվ մեկնաբանություններ թողնել, ինչի դեմ ես threads-ում պայքարում եմ։ Այսինքն անում եմ այն, ինչի դեմ ես պայքարում եմ։ Հավանաբար այդ գրառումը մի քիչ շատ խիստ է գրվել, դրա հետ հիմա այստեղ այս պահին այդքան էլ համաձայն չեմ, որ օրինակ հետևորդների թվին հետևող օգտատերերը պիտի մեծանան, գուցե մեծացել են արդեն, վաղուց դրա կարիքը չունեն, բայց եթե մեկնաբանեմ այդ գրառումը, պիտի ասեմ հետևյալը, որ իրոք նկատում եմ համացանցում անընդհատ հետևորդների թվի հետևից ընկնելը։ Ինձ համար դա ընդունելի չի այնքանով, որ ավելի շատ պետք է լինի առարկայական, թե դու ինչ ես մատուցում, որովհետև օրինակ հիմա ուզում եմ քեզ հետ քննարկել, ես sense մի բան եմ նկատել, չգիտեմ, այդ ճիշտ է թե ոչ։ Ինձ մոտ անընդհատ հետևորդներ են ավելանում, բայց ինձ թվում է դրանք ինչ-որ բոտեր են, որտեվ ոնց որ այն ծանուցումները, որ գալիս են, որ մարդիկ ինձ միացան, դրանք ոնց որ իրական թվի հետ չհամապատասխան են։ Ես չգիտեմ, գուցե այս սխալ ինչ-որ դիտարկում։ Այսինքն ինձ մոտ ցույց է տալիս, որ ինձ միացավ 10 հոգի, բայց այնտեղ վերևում ինձ մոտ թիվը կարող է 30-ով ավելանա։ Ու ենթադրությունը որն է այդքանից հետո։ Ենթադրությունն է, որ ես իմ օրինակով ավելի շատ կենտրոնանում եմ, թե ինչպիսի դիսկուրս է ծավալվում, բանավեճ է ծավալվում, քննարկում է ծավալվում իմ գրառումների տակ։ Այսինքն ես գրեցի գրառումը, ես արդեն մոտավոր հասկանում եմ այդ գրառումը ինչքան լայք ու մեկնաբանություն կբերի։ Ըստ դրա ես հասկանում եմ, թե ովքեր են ակտիվ հետևորդների շրջանակը իմ։ Կան պասիվ հետևորդներ եւ կան ակտիվ հետևորդներ։ Ու ես արդեն ակամայից սկսում եմ կենտրոնանալ այդ ակտիվ շերտի վրա, հասկանալ ինչն է իրանց հետաքրքրում իմ էջում եւ սկսում եմ ավելի շատ գրել այդ ուղղվածությամբ, չեմ ուզում ասել այդ շերտի համար, որովհետեւ կան մարդիկ, ովքեր շատ չեն մեկնաբանում, բայց իրենք ինձ հետևում են եւ չունեմ միտում որևէ մեկին նեղացնելու, հաճելի է շատ եւ շնորհակալ եմ ցանկացած նոր ավելացող հետևորդին։ Ուղղակի մտածում եմ, որ թվերի հետևից ընկնելը այդքան էլ պետք չի, ուրիշ բառ չեմ ուզում ասել։ Իսկ չես կարծում, որ հետևորդների քանակը դա միակ օբյեկտիվ ձևն է հասկանալու, որ քեզ կարդում են, որ քո կարծիքը կարևոր է մարդկանց համար։ Մենք threads-ում ունենք օգտատեր, ով համարյա թե իմ չափ հետևորդ ունի, կամ մի քիչ, բայց ինքը իմ սուբյեկտիվ մոտեցմամբ ագրեսիվ կոնտենտ է մատուցում։
Ես օրինակ կարող եմ հետևում եմ այդ մարդուն, ես ինքս ագրեսիվ չեմ իմ բնույթով, բայց եթե ես տեսնեմ, որ ինչ որ մեկը գրում է քննադատողական գրառում ու այնտեղ հետաքրքիր միտք կա, դա չի վիրավորում ինչ որ մարդկանց, ուղղակի ինչ որ հետաքրքիր քննադատողական միտք կա իր խոսքերի մեջ, ես իրան կհետևեմ, բայց արի վերադառնանք հետևորդների թվին։ Դու կարծում ես, որ հետևորդների քանակը, թիվը ինքը շատ միզերային ինչ որ ֆակտոր է իրանից ներկայացնում, պետք չի դրան շատ ուշադրություն դարձնել։ Այդ դեպքում քո համար էլ տարբերություն չկա, թե քո հետևորդների քանակը ինչքան կլինի։ Երբ որ լրացավ 1000-րդ հետևորդը, ես մինչև 1000 ակտիվ նայում էի, նույնիսկ համեմատում էի իմ հետևորդների թիվը այլ հետևորդների, այլ օգտատերերի թվի, հետևորդների թվի հետ, հետո դադարեցի, որովհետև ինչպես արդեն նշեցի, ինձ համար ավելի առարկայական դարձավ, թե ինչ քննարկումներ են ծավալվում գրառումի տակ։ Ինձ հաճելի է, որ իմ էջը աճում է, դիտումները շատանում են, բայց ես ավելի ոգևորվում եմ, երբ որ գրառման տակ է ստեղծվում քննարկում։ Ու լիքը մարդիկ կան, որոնք ունեն իրանց պատճառները, ինձ չեն հետևում, բայց ես նկատում եմ, որ իրանք ակտիվ մասնակցում են իմ գրառումների քննարկումներին։ Մենք օգտատեր ունենք, եթե ես հիմա կարող եմ անուն բարձրաձայնել, Սարգիսը Բաբայան, ես իր էջը մտնելուց հոգևոր հանգստություն եմ զգում եւ կարծում եմ, որ այդ մարդու էջը, որպես էջ, խիստ թերագնահատված է։ Բայց ինքը շատ քիչ հետևորդներ ունի։ Շատ լավ։ Ես էլ քանի թերագնահատված հետևորդներից խոսեցինք, ես էլ ասեմ, որ շատ եմ հավանում Լիանա Ավանեսյանի գրած գրառումները, էլի կարծում եմ, որ թերագնահատված է։ Չնայած չգիտեմ թերագնահատված է թե չէ, որովհետև ինքը գրում է հիմնականում long reader, մի քանի էջ պարունակող գրառումներ ու բնական է, որ սոցիալական հարթակում դա ավելի քիչ ռեզոնանս արձագանք է ստանում, քան կարճ գրառումները։ Մենք անպայման մոնտաժի ժամանակ տակզույց կտանք, որպեսզի հետևեն։ Լավ, քո միտքը ես հասկացա, ինձ թվում է կարելի է անցնել մյուս հարցին, շնորհակալություն Ջուլիա ջան։ Ցիտում եմ. Առաջին հանդիպմանը սուրճի եւ թեթև դեսերտի։ Գնաց։ Առաջին հանդիպմանը սուրճի եւ թեթև դեսերտի գումար չունեցող տղամարդը իրավունք չունի մտածելու ընկերուհի ունենալու մասին։ Մերժեք, ուղակի քայլենք ավտոյով ֆրանկ անվճար համերգ կա ասողներին։ Ուղակի քայլել կարելի է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հաճելի է հաճախ, բայց երբ առաջին հանդիպմանը մինիմալ հյուրասիրության պատրաստ չի տղամարդը, դրանով լիքը բան պարզ է։ Գնահատեք ձեզ եւ ձեր ժամանակը, աղջիկներ։ Հիմա հարցս հետեւյալն է. Ինչ եթե տղամարդը կոնկրետ ինչ որ մի պահի չունի գումար մոտը, դե դժվար էտապ է, դժվար պերիոդ է մոտը, աշխատանքի հետ ինչ որ խնդիրներ կան օրինակ, կամ ինչ եթե տղամարդը ուղղակի ուսանող է, չգիտեմ, տվել են ինչ որ Մենք գումար։ քննարկեցինք մեկնաբանություններում կար աղջիկներն ինձ ոնց որ լրացրեցին, ասացին, որ մենք այդ շերտի մասին չենք խոսում ուսանողների, որովհետև բոլորս էլ ուսանող եղել ենք ու եթե անձնական եւ սիրային հանդիպումների գնացել ենք, չեմ կարծում, որ որևէ մեկս ինչ որ ուսանող տղայից պահանջել ենք, չգիտեմ, ճոխ ընթրիքներ կամ թանկարժեք ռեստորաններում հանդիպումներ։ Ես խոսում եի արդեն 25+ տղաների մասին, եթե այսպես ասեմ։ Ես կարծում եմ, որ 25 տարեկանը արդեն բավականին հասուն տարիք է, որպեսզի տղան ունենա ստաբիլ եկամուտ։ Եվ չեմ նշել, որ այդ եկամուտը պիտի լինի շատ բարձր, բայց այդ եկամուտի առկայությունը շատ կարևոր է, որովհետև եթե հիմա անդրադառնամ քո ասածին, որ ինչ որ էտապ է, ինքը գումար չունի, հա, մենք կարանք այդ դիտարկենք, գումար չունի, 2 ամիս հետո ունեցավ, արեց, այդ փոքր դեպքերը հանդիպում են, բայց ես խոսում եմ ընդհանուր երևույթի մասին եւ շատ եմ լսում իմ ծանոթ աղջիկներից, որ չկա այդ ֆինանսական ներգրավվածությունը։ Ընդ որում ես չեմ խոսում այն մասին, որ պետք է փնտրել մանյակալ ինչ-որ այսպես տղամարդու, ով քեզ պետքա ֆինանսապես պահի։ Ես ընդհանրապես դրա մասին գաղափարներ չունեմ։ Ընդհակառակը ես բոլոր աղջիկներին եւ կանանց հորդորում եմ կրթվել եւ ունենալ սեփական եկամուտ, որովհետեւ կախվածություն չունենան կյանքում որևէ տղամարդուց։ Դու նշեցիր 25 տարիքի, ինչու հենց 25։ Այսպես մտածեցի, որ եթե մենք մինչև 20, 22, 23 տարեկանը ավարտում ենք մեր համալսարանական կյանքը, դրանից հետո գիտելիքներով այնտեղ 1-2 տարի աշխատանքի փնտրտուք ենք անում
եւ գտնում ենք ինչ որ աշխատանք։ Ինչքան է պետք միջինում աշխատանք գտնելու համար։ Օրինակ ես նախորդ աշխատանքից դուրս գալուց հետո 4 ամիս հետո գտա աշխատանք։ Դե դու շատ ալգորիթմիկ ես իմ կարծիքով մտածում, որովհետև դեպքերը տարբեր են լինում։ Կան մարդիկ, ովքեր չեն գնում համալսարան ու հենց փոքր, չգիտեմ, երիտասարդ տարիքից արդեն սկսում են ինչ որ բզբզալ կոպիտ ասած, ինչ որ բիզնեսային տարբերակներ դիտարկել եւ այլն, իսկ այդ ընտրած ճանապարհը ենթադրում է, որ շատ ոչ ստաբիլ կարող է լինի, այսինքն դու հիմա ինչ որ մի բան գտար, եկամուտ սկսեցիր ունենալ, հետո ամբողջ քո ակտիվը ներդրեցիր ուրիշ բանի մեջ եւ հիմա ինչ որ ֆինանսական խնդիրներ ունես։ Երիտասարդ տղայի զբաղվածությունը օրվա մեջ։ Դա ցանկացած տարիքում կարող է լինել։ Ես համաձայն եմ քո հետ այն պահով, որ եթե դա շարունակական է, եթե տղամարդը չի կարողանում գոնե ինչ որ ժամանակ առ ժամանակ հաճելի նվերներ անել իր կողակցին կամ հրավիրել ինչ-որ գեղեցիկ տեղ ու ամեն անգամ խնայում է այդ աղջկա հետ ժամադրությունների ժամանակ, դա ինձ համար դա նորմալ չի, միգուցե ինչ-որ մեկ հետ նորմալ է, բայց համամիտ չեմ տարիքի հետ 25 տարեկանի հետ։ Դե լավ, դա տենց կարանք տեղաշարժենք, ես իմ մտային պատկերացումներով ասեցի, որն է քեզ համար այդ տարիքը։ Չկա այդպիսի տարիք, իհարկե, որովհետև ցանկացած 40 տարեկան տղամարդը կարա իրան թույլ տա չաշխատի։ Իհարկե, ես օրինակ մտածում եմ, որ հիմա ունեմ կոնկրետ պլաններ, մի քանի տարով ես ուզում եմ առհասարակ դուրս գալ ՏՏ ոլորտից ու 0-ից սկսել իմ կյանքը։ Այսինքն ես կունենամ ինչ որ մի հատ ակտիվ դրված։ Հա, իհարկե, առանց դրա չեմ անի։ Էդ եմ ասում։ Լավ, անցնենք առաջ։ Tailcast. Ցիտում եմ։ Ես չգիտեմ դեռ որքան պետք է անցնի էվոլյուցիոն ինչ մակարդակ է հարկավոր, որ աղջիկները հասկանան մի պարզ բան։ Որևէ տղամարդու համար վարկ վերցնել պետք չէ։ Օրական մինիմում 5-10 գրառում եմ կանանց տարբեր խմբերում տեսնում, թե ոնց են խաբել աղջիկա անունով վարկ վերցրել եւ անետացել։ Լավ, երբ եք սթափվելու։ Մի տվեք գումար, մի վերցրեք վարկ, մի գրավադրեք ձեր ոսկիները։ Այ մարդ, մի արեք։ Էլ ոնց ասենք, հո դուք մազոխիստ չեք։ Ընտեղ սեր չկա, փողով առած տված սերը փուչ է, վտանգավոր է բոլոր առումներով։ Այսպեսի մի հարց տամ, եթե որոշ ժամանակ արդեն զույգերը շփվում են միմյանց հետ ու կոնկրետ էլի նախորդ հարցի շարունակություն որպես կոնկրետ ինչ-որ մի բան է տղամարդու մոտ ծանր ֆինանսական վիճակ է։ Ինչ ես կարծում, պետք չի որպեսզի աղջիկը աջակցի։ Շատ բացարձակ եւ կատեգորիկ պատասխան չեմ կարող տալ, որտեղ տղամարդիկ տարբեր են, մարդիկ են տարբեր, ինչ որ հարաբերություններում տղամարդը կարող է իր զուգընկերուհու կնոջ, ընկերուհու անունով վարկը վերցնել եւ այդ վարկը ժամանակին մարել եւ կարող են լինել դեպքեր, որ վերցնեն եւ չմարեն։ Ես կանանց համար նախատեսված խմբեր կան, այնտեղ կամ ճիշտ է շատ ակտիվ չեմ, բայց գրառումները թերթում եմ եւ այն ինչ որ գրել եմ իրական է, այսինքն անընդհատ կանայք անանուն տեքստերով գրում են, որ իրենց ընկերը, իրենց նշանածը, իրենց անունով վարկ է վերցրել, հիմա կորել է, հեռախոսը անջատել է, երկրից գնացել է, կամ չի գնացել, անընդհատ ասում է, որ կմարի, բայց չի մարում։ Այդ ֆինանսական պարտավորվածությունները գնում են աղջկա հաշվին, շատ են, այդպիսի դեպքերը ցավոք շատ են։ Հիմա ես չեմ կարող հնչեցնել այն միտքը, որ ընդհանրապես որևէ տղամարդու համար վարկ վերցնել պետք չի, որովհետև չգիտեմ, կարող մարդիկ իրար հետ ստեղծել են այն կարգի վստահության դաշտ, եթե դուք կարողացել եք ճանաչել մարդուն այնքան, որ դուք լիարժեք իրեն վստահում եք ու գիտեք, որ ինքը կկարողանա կրել իր արածի պատասխանատվությունը ֆինանսական առումով, աստծո վերցրեք, օգնեք։ Իսկ դու քո կողակցի, քո նշանածի, քո սիրելի համար կաներ այդպիսի բան։ Հոպա։ Չգիտեմ։ Առհասարակ խուսափում եմ որևէ մեկի համար վարկ վերցնել, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Լավ, արի մի քիչ լայնացնենք կոնտեքստը եւ նախնական տվյալները։ Դուք վաղուց արդեն միասին եք, դուք պլանավորում եք ձեր ամուսնությունը, արդեն եղել են, չգիտեմ, շատ դեպքեր, երբ դու հասկացել ես, որ վստահելի մարդ է ինքը։ Ու հիմա կոնկրետ իր մոտ ինչ որ ֆինանսական ծանր շրջան է այս բանին։ Դու կվերցներ իր համար վարկ։ Դու կօգներ կաջակցեր այդ հարցում։ Ես այդ իրավիճակում չեմ եղել, չեմ կարա պատասխանեմ, ու հիմա իմ մտքում պատասխանը 50-50 է եւ այո եւ ոչ։ Կլինեմ այդ իրավիճակում կհասկանամ, հիմա չեմ կարող ասել։
Միանշանակ չեմ կարող ասել, որ այո, այսպես է։ Լավ, իսկ եթե դու ունես վստահություն, ինչա 50-50, ինչն է քեզ տիպում խուսափել դա Որտեվ անելուց։ ես չգիտեմ այդ մարդը այդ իրավիճակում իրեն ոնց կդրսևորի։ Ես չգիտեմ, որ այդ վարկը օրինակ 20 միլիոնի, որ ես իր համար վերցնեմ, հետո ինքը չկարողանա փակի։ Գիտես ինչ, դու հիմա ասում ես, օրինակ մարդիկ իրար հետ ապրում են տարիներով եւ օրինակ 15 տարի հետո որոշում են կայացնում ամուսնալուծվելու։ Ու զարմանում են մարդիկ։ Ինչի իրանք որոշեցին ամուսնալուծվել, ինչ չէին հասցրել իմանալ իրար մասին 15 տարվա ընթացքում։ Հարաբերությունները ու մարդիկ ամեն օր, ամեն ժամ փոխվում են ու իրավիճակներն էլ բազմազան են ու մենք չենք կարող իմանալ տվյալ մարդը այդ իրավիճակում իրան ոնց կդրսևորի։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Իսկ եթե 10 տարի ես այդ մարդու հետ ապրել եմ, հա բնականաբար այդ վստահության շեմը հաղթահարել ենք, անցել ենք, մենք իրար սովորությունները գիտենք նաև արձագանքները տարբեր իրավիճակներին։ Բայց օրինակ հիմա ես վստահ չեմ կարող ասել, որ իմ ամուսնու համար ես կվերցնեմ 20 միլիոն վարկ, որտեվ չգիտեմ ոնց կլինի։ Կամուսնանամ, կտեսնեմ ինչպիսի մարդ է, կհասկանամ։ Հետաքրքիր է։ Դե նայ, կյանքը այնպիսի իրավիճակների է բերում, որ ոչ միայն դու կարող ես չիմանաս ինքը իրանց կդրսևորի, ինքն էլ կարող է չիմանա։ Այդ փորձությունը Եվ շատ ճիշտ ես։ հա, իսկ ինչու այդ փորձությունը չհաղթահարել միասին, չէ՞ որ դրանից առաջ արդեն դուք այնքան եք մտերմացել, այնքան վստահություն եք միմյանց հանդեպ, որ դուք ամուսնացել եք իրար Դե ես հետ, վախենում երեխա եմ։ միգուցե Ես ունեք։ վախենում եմ, ես օրական մի քանի գրառում կարդում եմ, որ կինը տղամարդու համար վարկա վերցրել, տղամարդը թողել գնացել է։ Ես մարդ եմ, չէ՞, ես էլ ունեմ իմ արձագանքները իրավիճակների։ Այսինքն դու կարծում ես, որ դուք կամուսնանաք, այսինքն ինչ որ այն ժամանակ շփվել եք իրար հետ, ոնց կարող եք կորել։ Ես չեմ կարծում, ես շատ լիահույս եմ, որ իմ ամուսինը պիտի լինի շատ կիրթ, գրագետ, ազնիվ մարդ։ Եվ երբ որ մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ անհրաժեշտ կլինի վարկ վերցնել, հավանաբար մենք հստակ ինչ որ քննարկում կունենանք, որպեսզի խուսափենք այդ հետևանքներից։ Վատ։ Tailcast. Միջին վիճակագրական ամեն երկրորդ կնոջը պետքա 1-2 օր on-line շփում տղամարդու հետ եւ 1 ռեալ հանդիպում, որպեսզի հասկանա այդ տղամարդը օքա թե ոչ։ Ես զարմանում եմ ամիսներով լայքի ու կրակիկների մակարդակում մնացած տղամարդկանց ինքնավստահության վրա։ Եթե դες ընտրեն, դուք դրա մասին կիմանայիք։ Ինչու ես կարծում, որ 1-2 օր on-line շփումը ու 1 ռեալ հանդիպումը բավական է, որպեսզի հասկանաս քո մարդն է թե չէ։ Չէ, բավական չի, որ հասկանաս քո մարդն է թե չէ։ Բավական է, որ հասկանաս այդ մարդու հանդեպ ունես մինիմալ հետաքրքրություն, որ կարելի է շարունակել։ Իհարկե, չի կարող բավարարել մեկ հանդիպումը, որ դու իմանաս, որ ուզում ես ամբողջ կյանքդ կապել իր հետ։ Պարզապես տես, համացանցը ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Էկրանից ես կողմ, երբ որ երիտասարդ տղան հավանել է մի աղջկա, ու ինքը գրում է այդ աղջկան։ Գրեթե բոլոր աղջիկները բախվում են այդ իրավիճակին։ Ինքը սկսում է գրել։ Աղջիկը հավանել է։ Պատասխան արձագանքը լինում է։ Իրանք սկսում են շփվել։ Շփվեցին։ Ինչքան կարելի է օրինակ on-line գրվել։ Եթե երկուսն էլ ապրում են նույն քաղաքում եւ կարելի է հեշտ կազմակերպել հանդիպում։ Իսկ դու ինչպես ես վերաբերվում on-line ծանոթություններին։ Շատ լավ, ես չեմ կարող ասել այն կայքերը, որոնք որ հենց հատուկ նախատեսված են ծանոթությունների համար, որովհետև ինքս չունեմ այնտեղ փորձ, բայց ինչքանով որ լսել եմ, տարբեր կատեգորիայի մարդիկ կան, այդ թվում նաև մարդիկ, ովքեր որ ամուսնացած են, այսինքն շատ լավ են վերաբերվում, բայց հորդորում եմ, որպեսզի մի քիչ ավելի զգուշ եւ քննող լինեն։ Շատ լավ, դու օրինակ ստանում ես անծանոթ տղամարդուց նամակ, ծանոթության փորձ, դու ոնց ես հասկանում, շանս կա թե չէ, կգրես թե չէ։ Հա, ինչպես եմ արձագանքում նամակին։ Դե նայ, դու ասացիր, որ նորմալ ես վերաբերում on-line ծանոթություններին։ Շատ լավ, քեզ ինչ որ մի տղամարդ գրել է, ուզում է ծանոթության փորձ անի։ Դու ստացել ես նամակը, ինչպես ես հասկանում, ունի այդ տղամարդը շանս թե չէ։ Դե հիմա ինձ թվում է, ասենց շատ մեծ բացահայտում չեմ անի, որ ասեմ առաջինը նայում եմ արտաքին տվյալների, որովհետև կստեմ, եթե ասեմ, որ հենց առաջին գրառումից բացում հարագիտարներն ուզում հասկանալ իր հոգեկերտվածքը, բնականաբար ոչ։ Եթե արտաքին տվյալներն ինձ համապատասխան են եւ դուր են գալիս, ես այնքան ողմող նամակների եմ միշտ արձագանքել, այսինքն այդ պետք է ինչ-որ sense հումորային գրվի, չգիտեմ, ես այդպեսին եմ։
Լավ, իսկ ծանոթության համար նախատեսված հավելվածներից չես օգտվել։ Չեմ օգտվել երբեք։ Ինչի՞։ Երևի էլի այդ արտաքին աշխարհից եկած փորձառությունն է, որը որ վերցրել եմ, դարձրել եմ անձնական։ Այսինքն միշտ լսել եմ, որ Tinder-ում լավ չի։ Tinder-ում կան ամուսնացած տղամարդիկ։ Միշտ խուսափել եմ, չի, բայց այդպես չի, էլի միանշանակ չի։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր այդ հավելվածի միջոցով կարողացել են շատ լավ սիրուն ամուր ընտանիք ստեղծել։ Չգիտեմ, ինչի հիմա այտենց բարձրագույն կարող է հնչի, բայց ես երբեք այտենց պակաս չեմ ունեցել հետաքրքրվող երիտասարդների համար երևի Դա զարմանալի չի։ Tailcast. Շնորհակալություն Ջուլիա ջան, մենք ավարտեցինք մեր էպիզոդը, երբ քննարկում ենք քո թելերը։ Հիմա մի քիչ խոսենք օգտատերերի կողմից հղած հարցերից։ շատ լավ։ Ուրեմն առաջին հարցը Մար իամ 977 տակը կգրենք։ Ամենամեծ փորձությունը, որ հաղթահարել ես կյանքում։ Ինչի մասին է։ Ուզում ես արդյոք ասել դա, թե չէ։ Չես ուզում։ Մարիամ ջան, կներես։ Հաջորդ հարցը Մարտիրոսյան 91։ Արդյոք կան նվերներ, որ խառը ոչ միանշանակ էմոցիաներ են փոխանցում քեզ։ Որ ինձ նվիրեն։ Հա։ Օծանելիք չեմ սիրում նվեր ստանալ, հատկապես այն մարդկանցից, ովքեր որ ինձ լավ դեռ չեն ճանաչում, որովհետև կարծում եմ, որ դա շատ անձնական բնույթի նվեր է, որ առանց հարցնելու նվիրում են, օրինակ շատ հակասական էմոցիաներ եմ ունենում, երևի օծանելիք։ Հա, ես էլ եմ համամիտ։ Հաջորդը Ավմա 555 Ջուլիա ջան, արդյոք կարևոր ինչ-որ բան պակասում է Threads-ի հայկական սեգմենտին։ Մեզ երևի մի քիչ պակասում է մտածողության հետ մեր լեզուն կապելը։ Այսինքն, երբ որ միտքը ծնվում է մեզ մոտ եւ մեզ մոտ անհրաժեշտություն է լինում գրառում անելու, մենք պետք է մի հատ հասկանանք ոնց ենք այդ մատուցում։ Հղկելը եւ ագրեսիայից, բռնության կոչերից եւ այլ մարդկանց վիրավորելուց ազատելը։ Երևի եթե դա էլ շտկվի, մենք հաշտ համերաշխ ուղակի այդպես կգրենք Threads-ում։ Գեղեցիկ ու սպառիչ պատասխան, մերսի։ Հաջորդը Մարի 555 Արհեստական բանականությունը կարող է երբևէ փոխարինել գրողին կամ բանասերին։ Չի ուզի որ փոխարիներ, չեմ կարծում որ կգա ինչ-որ մի փուլ, որ ես այդ մասին գրառում էի դեպ արել, որ արհեստական բանականությունը չի փոխարինի մարդկանց, բայց մարդիկ, ովքեր տիրապետում են արհեստական բանականության գործիքներին, կփոխարինեն նրանց, ովքեր որ չեն տիրապետում այդ գործիքներին։ Լավ, շնորհակալ եմ։ Էլի նույն օգտատիրոջից հարց։ Այսօր, երբ մարդիկ հիմնականում կարճ գրառումներ են կարդում, ձեր կարծիքով գրականությունը կորցնում է իր ազդեցությունը, թե պարզապես փոխում է իր ներկայացման ձևը։ Գրառումները ինչ մակարդակի եւ ինչ ձևաչափի գրառումների մասին ենք խոսում։ Դե վերցնենք այսօր Threads-ը։ Դե Threads-ի առօրեական գրառումը որևէ ձևով ազդեցություն չի կարող ունենալ, օրինակ գրականության, դասական գրականության վրա, որովհետեւ այդ նույն գրառումը կարդացող մարդը, եթե խորապես հետաքրքրված է դասական գրականությամբ, ինքը շարունակելու է կարդալ այդ գրականությունը, դա որևէ ձևով չի կարող անդրադառնալ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հաջորդը Nel 0 Ժամանակակիցներից ում ես կարդում, ում գրականությունն ես համարում, որ պարտադիր պիտի կարդան։ Ժամանակակից գրողներից ոչ մեկին չեմ կարդում։ Ես վերջերս հետ եմ գնացել դեպի դասական գրականություն, որ ձմռանը չէի աշխատում, հիշեցի, որ այսպես հասկացա, որ Դոստոևսկի Կարամազով եղբայրներ վեպից ոչինչ չեմ հիշում, ու ասենց շատ հակասական էմոցիաներ եղան, միանգամից վերցրեցի այդ կարդացի, հիմա հետ եմ շնորհակալություն հարցի համար, հիմա հետ եմ գնացել դասական գրականություն, բայց նկատի կունենամ այս հարցը, որ եթե օրերից մի օր էլի հանդիպենք, պատասխանեմ։ Շատ լավ։ Հաջորդ հարցը իմ ընկերոջից TheBlueGTI Դաննա։ Այրեն չեմ ճանաչում։ Մի քանի դրվագում նկատել եմ, որ Ջուլիան, երբ դիմում է տղամարդկանց մի ստվար զանգվածի կամ խմբի, որոնք հիմնականում բախտեն են փորձում իր հետ, օգտագործում է պարկապզուկներ, եզրույթ։ Արդյոք դա ինչ-որ կոնկրետ դեպքից է սկսել։ Մի երկու բառով կասես, ինչու հենց պարկապզուկ։ Պարկապզուկը երաժշտական գործիք է, իդեպ ուզում եմ ասել, որ դա վիրավորական բառ չի։ Կներես էլի, ես առաջին անգամ երբ որ լսեցի պարկապզուկ, մտածեցի դա այն պրիշներն են, որ մարդկանց
Ջեմքեր կա, ոչ թե պարկա պզուկ։ Երաժշտական գործիք է, վիրավորելու միտում չունեմ, ուղղակի բառ է ասում եմ, որը վաղուց էլ չեմ օգտագործում, այնպես որ ոչ բանի հետ կապված չի, հումորային կոնտեքստ է կրում, եթե հաճելի չի, էլ չեմ օգտագործի։ Շատ լավ։ Հաջորդը Վար Վարուժն է, Հովսեփյան։ Ինքը անետացել է քո հետևորդների միջից, դու ես հանել իրան։ Այո, ոչ միայն Վարուժին, ես մի քանի ակտիվ օգտատերերի հեռացրել եմ իմ հետևորդների ցանկից, ընդ որում 2 ստեյք եմ արել, իրենց ին մոտից եմ հանել, ես էլ այդպես չեմ ոնց որ թողեմ միակողմանի էլի, ես էլ իրենց եմ unfollow սկսել անել։ Գիտեք, ես նորմալ եմ համարում ժամանակ առ ժամանակ նյութը, որը որ կարդում ենք, ընտրենք։ Եվ եթե ես օրինակ Վարուժին հիմա unfollow եմ արել, դա չի ենթադրում, որ օրինակ որոշ ժամանակ հետո ինչ որ լավ գրառում տեսնելուց հետո ես նորից չեմ, այսինքն դա կատեգորիկ չի վերջ։ Մենք ես Վարուժին իրական կյանքում էլ չգիտեմ, ինքը ակտիվ օգտատեր է, ինչ որ մի պահի ուղակի այն ամեն ինչ որ ներկայացնում էր Վարուժը, այլևս ինձ հետաքրքիր չէր եւ ես որոշեցի, որ ուզում եմ էլ չհետևեմ, ընդ որում ես ուզում եմ նշել, որ ինձ եւս հանդիպում եմ օգտատերերի, ովքեր առաջ ինձ հետևում էին, հիմա չեն հետևում եւ դա շատ նորմալ եմ համարում։ Շատ լավ, հաջորդը Անի 0128 Եղել է ձեր կյանքում ինչ որ մեկը, ով ոգեշնչել է ձեզ եւ դուք ձեր ով լինելու համար պարտական եք նրան։ Ով լինելու համար պարտական եմ ինքս ինձ, որովհետև իմ անձը ես եմ կերտել եւ կերտում եմ, եթե չհաշվենք մանկության եւ դեռահասության տարիները, երբ ծնողներս դաստիարակչական աշխատանքով փորձել են ձևավորել անձ, այդ առումով ես ինձ եմ շնորհակալ, բայց իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունեն իմ ընտանիքի տղամարդիկ, հայրս, պապիկս, եղբայրս, իրենք միշտ առաջնահերթությունը դրել են իմ ուսման, կրթվելու եւ այնպես են արել, որ որևէ իրավունք չխախտվի եւ միշտ ասել են, որ կարող եմ այդ իրավունքների համար պայքարել ու եթե կհանդիպեմ ինչ-որ խոչընդոտների, կարող եմ դիմել իրենց, որտեղ իրենք միշտ իմ կողքին են։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հաջորդը Տիհանա Մարգարյանից, Ծինայից։ Դավայցի։ Խնդրում եմ Ջուլիային կհարցնես, թե ինչու նա լինելով այդքան գեղեցիկ խելացի կայացած անձնավորություն չի ամուսնանում։ Բայց ձեր ինչ գործ։ Եղավ Ծինա։ Կարող է ես չեմ ուզում ամուսնանամ, կարող է ես ամուսնացած եղել եմ, էլ չեմ ուզում ամուսնանալ, կարող է այս աշնանը հոկտեմբերի 21-ին ես ամուսնանում եմ։ Շատ լավ։ Ես այս հարցերին պատասխանեն չեմ էլ մեկնաբանում, զուտ փոխանցում եմ իրանց ասածը։ Հաջորդը Քուրքիկ Ջալալինը։ Ըստ ձեզ հայերենում կան բառեր, որ թվում են անթարգմանելի, իմաստը ուրիշ ոչ մի լեզվով լրիվ չի արտահայտվի։ Հա, շատ մեր լեզուն բարդ է, մենք հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ենթաճյուղ ենք, հայոց լեզուն որպես լեզու բարդ է, ես հիմա շատ կդժվարանամ ինչ-որ կոնկրետ օրինակ բերեմ, բայց կարծում եմ, որ կլինի։ Դա ցավը տանեմ օրինակ իմ կարծիքով, չէ՞, այդ արտահայտությունը։ Շատ կլինեն։ Հաջորդը էլի Քուրքիկ Ջալալից Թրեցից կա ձեռագիր, որ անմիջապես կճանաչես ում գրածն է, եթե անանուն լինի։ Հա, ոճը արդեն կարողացել եմ որոշ օգտատերերի Օրինակ? ոճը հասկանալ, քո ոճը։ Երբ որ ինչ-որ կոմֆորտ բաներ եմ կարդում, հասկանում եմ, որ դու ես Շատ գրել։ զգացված եմ։ Կան օգտատերեր, որ ասեցի էլի, ինչ-որ ագրեսիվ բաներ են գրում, դա էլ երևի իրանց ոճն է, չգիտեմ, հասկանում եմ, որ այդ մարդը գրած կլինի։ Tailcast. Մենք ավարտեցինք օգտատերերի հարցերի շարքը։ Հիմա մյուսը բլիցն է։ Տալիս եմ հարցեր, կարճ հարց, կարճ պատասխան ու առանց մեկնաբանությունների։ Նշիր 5 օգտատիրոջ, ում սիրով կարդում ես։ Սարգիսը Բաբայան, Վարդանը Գալստյան, աղջիկներից Նվարդա Ավետիսյան, Անի Լանդյան, Անին, Վազորթը, մեր Վազորթ Անին։ Եթե ուզում եմ հումորի չափաբաժինս վերցնել Threads-ից, Son of Generation Z, անունը չգիտեմ, մեր տղայի, Mirapolon, այդպես ինչ որ։ Հա, Mirapolon գիտեմ, հա։ Իրանք։ 5 հոգի։ Ընտիր, ես ընդհանրապես չի սպասում, որ այսպեսի ցանկ ասես, շատ շնորհակալություն, որովհետև բացի հայտնի մարդկանցից մեզ նաև կարևոր է, որպեսզի
լինեն նաև ուրիշ անուններ, անպայման մենք հողումները կդնենք։ Եթե քեզ տային $1 միլիոն, կջնջվեր թրեցից մշտապես։ Առանց հարցերի, իհարկե։ Նշիր 3 կարմիր դրոշ red flag տղամարդու մեջ։ Եթե արագ պետքա պատասխանեմ, երբ նա ստում է, երբ չի կարողանում վերցնել պատասխանատվություն սեփական արարքների հանդեպ, երբ հարաբերությունների մեջ փնտրում է նոր հարաբերություններ։ Շատ լավ։ Եթե ստիպված լինեիր հեռախոսիդ մեջ պահել կամ Instagram-ը կամ Threads-ը, որը կընտրես։ Threads-ը։ Շատ լավ։ Եթե ունենայիր հնարավորություն բացահայտելու Threads-ի fake-երից, անոնիմներից մեկին, այսինքն իմանայիր անունը, դեմքը եւ այլն, ով կլիներ նա։ Չգիտեմ։ Չեմ իմանում։ Լավ, ես տարբերակներ ասեմ։ Դավայ։ Չարբահար Քամի, Բարի Ջանջիկ, Devil, ելով կար հայտնիներից։ Անոնիմներից Call Me Angel, Ջանջիկին։ Շատ լավ։ Ինչի մասին է ամենաշատ լայք հավաքած քո գրառումը, հիշում ես։ Հա, դագաղի մասին գրառումն է, որ հիմա ծնողները շատ այսպես խնամքով են վերաբերվում երեխաների հոգեկան աշխարհին, մեր ժամանակ դագաղը ուղղակի մուտքի կողքը դրված էր։ Հա, հիշում եմ դա։ Շատ լավ, եթե դու հիշում ես, ես քեզ նախորդ խնդրել եմ 2 թել պատրաստել, չգիտեմ արել ես թե չէ, եթե չեք։ Արել եմ։ Նշիր 2 թերագնահատված թել, ինչի մասին են համառոտ։ Ես հիմա իրականում չգիտեմ, թե այդ 2 թելերը ինչքան լայք են հավաքել, բայց ես շատ կուզեմ, որ դրանք նորից հայտնվեն ոդքասթի շրջանակներում եւ էլի վերընթերցվեն եւ էլի շատանան դրանց լայքերը։ Մեկը Սինդոյանի իմաստության ատամի հետ կապված գրառումն է, որը որ ես գրառումից հետո երկար ժամանակ հիշել եմ ու էլի ծիծաղել եմ, եւ երկրորդը էլի Սարգիս Բաբայանի էջում Մայրիկի համար արված ֆոտոշարքն է Գերմանիայում։ Շատ խնդրում եմ, որպեսզի նայեք այդ ֆոտոշարքը։ Ընտիր անպայման մենք հողումները կդնենք։ Ֆանտաստիկ ֆոտոշարք է։ Շատ լավ։ Վերջին հարցը բլիցից, բլիցա չենք մեկնաբանում։ Կա Threads-ում տղա, ում հետ կուզենայիր գնալ հանդիպման։ Չէ, ես արդեն գնում եմ հանդիպմանում, այդ պետքա։ Tailcast. Վերջին հարցը, որը վերցված է մեր Threads-ի բազմաթիվ սրաչների ցանկից։ Ինչ ես կարծում, եթե տղամարդը վաստակում է 130,000 դրամ ամսական, նա ի վիճակի է ընտանիք պահել։ Սա իդեպեն ամենա բանն է, ես դրա մասին եմ գրել, որ այդ աղջիկ ուղղակի եկավ այդ գրառումը անցյալ տարի ամռանը արեց, եւ դա շատ մեծ արձագանք ստացավ։ Ոչ, ես չեմ կարծում, որ 130,000 դրամ վաստակող տղամարդը ի վիճակի է ընտանիքը պահել։ Գուցե դա ինչ որ առումով մենակ ապրող տղամարդու համար մեր կարիքները տարբեր են, հերիքի ինչ որ մեկին 130,000 դրամը, բայց ընտանիքի մեջ, եթե հատկապես կա նաև երեխա, այսինքն 2 հոգուց ավել են ապրում այդ ընտանիքում եւ տղամարդը վաստակում է 130,000, ես կարծում եմ, որ այդ գումարով կենցաղավարություն անել հնարավոր չի։ Իսկ ինչ եթե տղամարդը վաստակում է 130,000, իսկ կինը վաստակում է 1 միլիոն։ Էլի նայած թե ինչպես է հարմար մարդկանց։ Զույգեր կան, որոնք եկել են համաձայնության եւ իրենց համար դա նորմալ է, այսինքն կին կա, ում համար դա նորմալ է, որ ինքը ավելի շատ վաստակի տղամարդուց եւ իրենք շատ սինխրոն, շատ հանգիստ, տարիներ շարունակ այդ ձևաչափով ապրում են։ Ու ոչ մի խնդիր չունեն, այսինքն ենթադրելի է, չէ՞ որ կինն է լուծում մեծ ֆինանսական պարտավորությունները, կենցաղային ինչ որ հարցեր, ինքը դրանից չի նեղվում։ Եվ կան կանայք, ովքեր չեն ուզում ավելի շատ վաստակել տղամարդուց, որովհետև օրինակ այդտեղ իրենք ինքնագնահատականի խնդիր են ունենում, կամ չգիտեմ, համեմատվում են այլ կանանց հետ, ում համար շատ կարևոր է, որ տղամարդը շատ վաստակի, միանշանակ պատասխան չունեմ, դա պետքա որոշվի զույգի ներսում, եթե հարմար է, եթե ոչ, ոչ։ Իսկ քո համար օքեյ կլիներ, եթե դու վաստակեր, օրինակ, չգիտեմ քո աշխատավարձը, ենթադրենք դու վաստակում ես 1 միլիոն դրամ, իսկ քո ամուսինը 130,000 դրամ այդպեսի։ Ոչ, ես չեմ կարող մնալ այդ տիպի հարաբերություններում, ես ընդհանրապես չի եղել դեպք, որ վաստակեմ ավելի շատ, քան իմ կողքի տղամարդը, ես պատրաստ եմ օժանդակել
օգնել, եթե կա դրա կարիքը ինչ-որ փուլում, որովհետև մենք բոլորս տարբեր փուլերով ենք անցնում, կա հիվանդություն, կա ինչ-որ ճգնաժամային փուլեր, որտեղ պետքա միասին անցնել այդ ամեն ինչի միջով։ Բայց այնպես որ մենք լինենք ստանդարտ այն վիճակում, որ ես միշտ վաստակեմ 1 միլիոն դրամ եւ իմ կողակիցը 130,000, ես չեմ կարող մնալ այդ հարաբերություններում։ Իսկ ինչ եթե ընտանիքը բնակվում է ինչ-որ մի գյուղում կամ այնպիսի մի քաղաքում, որտեղ գները այդքան բարձր չեն, ինչքան Երևանում, ու այնտեղ վաստակում է 130,000 դրամ։ Նրանք ապրում են իրենց տանը, այսինքն վարձ չեն վճարում։ Ամուսինը վաստակում է 130,000 դրամ։ Ես այստեղ ուրիշ հարց ունեմ։ Ինչու ամուսինը չի ուզում գտնել աշխատանք, որը ավելի բարձր կվարձատրի։ Իսկ ինչի համար, ինչին է պետք աշխատանք, որ ավելի Այսինքն մենք գալիս ենք այն եզրահանգումով, որ 130,000 դրամը չափահաս տղամարդը համարում է, որ բավարար է ապրելու համար։ Այո, ենթադրում ենք, որ այդպես ինչու դա բավարար կարող է չլինել, եթե հերիքում է իրենց ծախսերին համար։ Բայց չէ որ ծախսերի մեծ մասը հոգում է կինը։ Այսինքն եթե այն տղամարդում հարմար է, որ կենցաղավարության 80% ֆինանսական բեռը իր վրա վերցնի կինը, Չէ, այստեղ չենք խոսում, որ կինը շատ է վաստակում։ Ուղղակի խոսում ենք նրա մասին, որ տղամարդը սա արդեն ուրիշ կոնտեքստ է։ Ընտանիքը ապրում է ինչ-որ մի գյուղում կամ քաղաքում, որտեղ գները այդքան բարձր չեն, ու վաստակում է 130,000 դրամ։ Ունի կին երեխա։ Ես նշեցի արդեն, եթե այդ ընտանիքին հարմար է, իրանք հարմար են իրենց զգում այդ ֆինանսական բյուջեով, թող ապրեն երջանիկ։ Եթե դա իրենց հարմար է, ես չեմ կարող ասել։ Ես կարող եմ ասել, որ ես չեմ կարող ապրել 130,000 դրամ վաստակող տղամարդու հետ, որովհետև կենցաղը բավականին բարդ վիճակ է, որտեղ անընդհատ ծագում են ֆինանսական կարիքներ են լինում եւ դրանք պետք է լուծել։ Ու ես օրինակ վստահաբար կարող եմ ասել, որ պատրաստ չեմ լինել այն հարաբերություններում, որտեղ անընդհատ ես պետքա վճարեմ։ Շատ լավ, հասկացա։ Հարցերը ավարտվեցին, Ջուլիա ջան։ Կա ինչ-որ բան, որ կուզեր վերջում ավելացնել, թե ոչ։ Չէ, բան չկա, հուսով եմ, որ այս մեր թողարկումը դիտելուց հետո մարդիկ ինչ-որ մի բան կգտնեն, կվերցնեն, որը կօգնի իրենց եւ շատ ուրախ կլինեմ, եթե շատ դիտումներ ունենան։ Չես նկարելու, ինձ գցես սթրեց։ Հիմա մի հատ սելֆի ենք անում։ Դե վայ։ Tailcast.